Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու Էնրիկո Մատեյան, Բանկիտ Կոկորտ ականջապան Արմինե Մինասյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ Ալա ջան։ Շնորհակալ եմ, որ մեր հրավերը կրկին ընդունեցիք։ Շնորհակալություն հրավերի համար։ Բժշկուհի, նախ կուզենամ խոսել ավելի շատ սեզոնին բնորոշ հիվանդությունների մասին, այս պահին ինչպիսի իրավիճակ է պոլիկլինիկայում։ Սեզոնին բնորոշ հիվանդություններից է Ալա ջան սուր շնչառական վարակները եւ անպատասխան առաջացրած բարդությունները, որոնցով հիվանդները դիմում են ինձ արդեն։ Ինչպես գիտենք, սուր շնչառական վարակները դրսևորվում են հիմնականում ընդհանուր թուլությամբ մարմնի, ջերմության բարձրացումով, քթահոսությամբ, իսկ առաջացրած հիվանդություններով, երբ որ արդեն հասնում են քիթ-կոկորտ ականջաբանին, հիմնականները միջին ականջի բորբոքումներն են, քթի հարակից խորոշների սուր հիվանդություններն են եւ սուր անգինաները։ Այսինքն դրանք բարդացած արդեն վիճակներ են։ Արդեն բարդացածները, որը որ զննվում է քիթ-կոկորտ ականջաբանի կողմից։ Պետք է հորդորենք մեր հեռուստադիտողներին, որպեսզի չհասնի բարդության եւ առաջին իսկ գանգատների դեպքում դիմեն։ Որոնք են այդ գանգատները։ Ինչպես նշեցի, մկանացավեր, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, գլխացավեր եւ իհարկե պատվաստումներ, եթե ժամանակին իրականացվեն, էլի բարդություններին հիմնականում չի հասնում, գրիպի դիմաց պատվաստումները, եթե չի իրականացվել եւ հիվանդը արդեն ծանրացած դիմում է ընտանեկան բժշկին, ուղղորդվում է քիթ-կոկորտ ականջաբանի մոտ, ախտորոշում եւ համապատասխան բուժում է ստանում։ Լինում են, երբ գալիս են ուղղակի մի փոքր ախտանիշների դեպքում գալիս են եւ ձեր խորհուրդը այստեղ ո՞րն է։ Գնալ դեպի պատվաստման։ Ես պատվաստումները իմ մասով չի, արդեն թերապևտ ընտանեկան բժիշկները դրանցով զբաղվում են իհարկե, չէ իմ խորհուրդը հիմնականում երբ որ բարդացումներ չկան, առաթեղուկներ, ջերմիջեցնողներ, համապատասխան հագնվել եղանակին, լավ սնունդ, օգտակար սնունդ, վիտամիններով հարուստ, սպիտակուցներով հարուստ, իսկ եթե արդեն հիվանդություններով բարդացած դիմում են, բնականաբար դեղորայքային բուժում ենք սկսում։ Թվարկենք մի քանիսը, որովհետեւ մեր բնակչությանն էլ հետաքրքիր լինի։ Միջին ականջի բորբոքումներն են սուր, որը հիմնականում սուր շնչառական վարակների բարդություններից հաճախակի հանդիպողներն են սեզոնային, շատ է հանդիպում աշնանը։ Դրսևորվում է ականջացավով, ականջում աղմուկով, լսողության իջեցմամբ, երբեմն ականջից թարախահոսությամբ, քթահոսությամբ։ Այդ դեպքում պետք է զննվի քիթ-կոկորտ ականջաբանի կողմից պարտադիր։ Այդ վերնշված գանգատների դեպքում ականջի հետազոտություն պետք է արվի, եթե կարիք կա, արվում է, մեր մոտ կա Էնրիկո Մատեյան պոլիկլինիկայում ունենք տոնալ աուդիոմետրիա, որը կատարվում է հատուկ ձայնամեկուսիչ կաբինայում, առանձնացված սենյակում, կատարվում է հետազոտություն, միջին ականջի հետազոտություն է, ախտորոշվում է միջին օծիտ, եթե կարիք կա, իհարկե արդեն անհրաժեշտ կոնսերվատիվ բուժում է նշանակվում։ Սա միջին ականջի մասով, իսկ քթի հարակից խոռոչների հիվանդությունների ժամանակ սուր սինուսիտներ են կոչվում, լինում է սուր հայմորիտների, ֆրոնտիտների, էթմոիդիտների եւ սվենոիդիտների տեսքով։ Եթե հիվանդը դիմում է գլխացավերով, գլխի դիմային հատվածի շրջանի սուր ցավերով, գլուխը կախելու ծանրության զգացումով, ջերմության բարձրացումով, անպայման կատարվում է նորից ռինոսկոպիա, քթի հետազոտում, առաջնային քթազննում եւ անհրաժեշտության դեպքում ուղարկվում է ռենտգենոգրաֆիայի։ Թվային ռենտգենոգրաֆիայով ապահովված է նույնպես պոլիկլինիկան, կատարվում է ռենտգենոգրաֆիա, ախտորոշվում է սինուսիտը եւ նորից նշանակվում է կոնսերվատիվ բուժում։ Հիմնականում այս երկու հիվանդությունների դեպքում պետք է նշանակել տեղային եւ ընդհանուր հակաբակտերիալ բուժում։ Կոկորտային ցավեր ունենում են։ Հա, անպայման լինում է նաև բարդացած անգինաներով, թարախային կամ կատարալ, բարդացած նայած որ տեսակն է լինում։ Այս դեպքում էլի ջերմության բարձրացում, կլման ժամանակ խիստ ցավեր, ընդհանուր մկանային խիստ թուլություն, կատարվում է արդեն ֆարինգոսկոպիա, բերանըմպանի զննում, ախտորոշվում է անգինան, եթե անհրաժեշտ է քսուկ է վերցվում փակ քննություն, եթե ոչ, սուր անգինաները պարտադիր զեկուցվում են սանեպիդկայան, որ նմանատիպ մենք հրաման ունենք, որպեսզի դիագնոստիկան տնենք դիֆթերիայի հետ, բաց չթողնելու համար եւ նորից նշանակվում է կոնսերվատիվ բուժում։ Շատ են լինում դեպքերը, երբ գալիս են բուժառուները, բայց արդեն ինքնաբուժությամբ զբաղված ու ավելի բարդացած վիճակով։
Իհարկե, մեր բնակչությունը շատ է սիրում առաջինը գնալ տեղատուն, վերցնել տեղորայք եւ հետո նոր դիմել բժշկի, հատկապես հորդորում եմ ականջի կաթիլների դեպքում, միշտ չի որ ամեն կաթիլ չի որ կարելի է ականջի հիվանդությունների ժամանակ, ոչ բոլոր հիվանդությունների ժամանակ այդ կաթիլը օգտագործել, որովհետեւ եթե կա թմբկաթաղանթի վնասում, ոչ բոլոր կաթիլներն են կարելի է դեպքում օգտագործել կամ հիվանդը գանգատվում է ծանրալսությունից, կարող են այնտեղ բորբոքում է, գնում են, վերցնում են ուրիշ տեղորայք եւ բարդացած արդեն դիմում են։ Հորդորում եմ անպայման դիմել առաջնային օղակ։ Քանի որ խոսեցիք նաեւ ծանրալսման դեպքերից, ես խնդրեի ձեզ մի փոքր, այս մասին ավելի լայնված խոսենք։ Հաճախ են հանդիպում այս դեպքերը։ Ծանրալսության դեպքերը։ Այո, ոչ սուր դեպքերի մասին է խոսքը, ծանրալսությամբ իհարկե հանդիպում են շատ, հիմնականում մեծահասակներն են դիմում ծանրալսության գանգատներով, 60-ից բարձր անձանց մոտ, նորից կատարվում է, եթե օտոսկոպիայով ծծմբային խցան չկա, կամ եթե կա հեռացվում է ծծմբային խցանը եւ նոր կատարվում է տոնալ աուդիոմետրիա։ Նորից այս խիստ ինքը ախտորոշիչ կարևոր մեթոդ է, որով ախտորոշվում է միջին ականջում բորբոքում կա թե լսողական ներվն է վնասված։ Եթե բորբոքում կա, բուժում ենք բորբոքումը ծանրալսությունը վերացնելու նպատակով, եթե արդեն լսողական ներվի խնդիր է, որը ցավոք սրտի չի վերականգնվում, այդ դեպքում նայած որ աստիճանի ծանրալսություն է, տրվում են խորհուրդներ։ Եթե թույլ աստիճանի տեղորայքային բուժում լսողությունը գոնե եղածի վրա պահպանելու համար, եթե արդեն բարդացած վիճակի եւ ծանրալսությունը 3-4 աստիճանի, իհարկե լսողական ապարատի կրում է խորհուրդ տրվում։ Եվ ձեր խորհուրդը ընդունվում է բուժառուների կողմից։ Հիմնականում, չնայած որ մեր բնակչությունը շատ է սիրում, այսօրվա թարմ դեպքերից պատմում եմ, որ պնդում էր, որ պետք է կատարվի լսողական անցուղու լվացում եւ բացատրում ես որ միշտ չի որ լվացումը էֆեկտիվ է կամ իմաստ չկա լվացում։ Այսինքն եկել է բժշկի, բայց ինքն է բժշկին խորհուրդ տալիս։ Որոշում է որ իր մոտ ծծմբային խցան է, պետք է պարտադիր կատարվի լվացում, որպեսզի լսողությունը բարելավի։ Եվ ինչպես հաջողվեց համոզել։ Մի կերպ ստացվեց համոզել, ցավոք սրտի միշտ չի որ լվացումը դա մեթոդ է բուժական եւ դա լսողության լավացման վրա կազդի։ Այդ դեպքում բացատրում ենք, որ լսողական ներվի խնդիրն է հավանաբար եւ պետք է կատարել աուդիոմետրիա, եթե շատ է իջած, պետք է դնել լսողական սարք։ Կենցաղում ավելի հեշտ շփվելու եւ իր օրը կազմակերպելու համար։ Իսկ խուսափում են լսողական սարքի տեղադրումից։ Երիտասարդները մի քիչ խուսափում են, տարեցներն արդեն ծայրահեղ, երբ որ լինում է ճարահատյալ համաձայնվում են, բայց հիմա կան նաև շատ փոքր անտեսանելի լսողական սարքեր, որոնք որ ականջի մեջ է տեղադրվում, բայց պետք է ըմբռնումով մոտենալ եւ առողջության համար եթե պետք է դնել։ Պոլիկլինիկան հագեցված է համապատասխան տեխնիկա բուժ սարքավորումներով։ Այո, առաջնային բոլոր բույս սարքավորումներով հագեցված է, լաբորատոր կորտիկային բոլոր սարքավորումներով հագեցված է։ Այստեղ շատ կարևոր է նաև մեր թիմային աշխատանքը, երբ որ հիվանդը դիմում է առաջնային օղակ, զննվում է թերապևտի կամ ընտանեկան բժշկի կողմից, համապատասխանաբար, եթե անհրաժեշտ է, նոր ուղղորդվում է նեղ մասնագետների մոտ։ Նեղ մասնագետների մոտ ուղղորդվելուց հետո որոշվում է, եթե անհրաժեշտ է կատարվում է լաբորատոր հետազոտություններն ու դա նաև ընտանեկան թերապևտներն են ուղղորդում, եթե անհրաժեշտ է, լաբորատոր բոլոր հետազոտությունները անցկացվում են։ Եթե անհրաժեշտ է կորտիկային, նորից ուղղորդվում է ռենտգեն, ֆլյուորոգրաֆիա, տոնալ աուդիոմետրիա, եթե անհրաժեշտ է, այսինքն այն ինչ որ պետք է առաջնային ախտորոշում եւ բուժում կազմակերպելու համար, իհարկե այո։ Բացառությամբ այն դեպքերի, երբ արդեն շատ բարդացած ներկանգային բարդություններով է հիվանդը դիմում, այս բարդությունները սուր փուլը անցել է, բուժում չի ստացել, երկարաձգված, իհարկե անհրաժեշտ է լինում երբեմն ուղարկել ստացիոնար հիվանդանոց, MRT, գլխի կատե անցնելու համար եւ ստացիոնար բուժում ստանալու։ Դա շատ խիստ հազվադեպ դեպքերում երբեմն լինում է։ Իսկ ընդհանուր առմամբ համագործակցությունը այդ բուժ հաստատությունների հետ ինչպես է։ Ես ինքս լինելով Գյումրու բժշկական կենտրոնի վիրահատող բժիշկ, բնականաբար հիվանդներին նայելուց հետո, ովքեր որ արդեն պլանային վիրահատություններ են ցուցված, բացատրում եմ, ուղղորդում եմ, որ պետք է ստացիոնարում գա եւ վիրահատվի։ Այստեղ կարծես թե ավելի հեշտ է ստացվում։ Կարելի ասել այո։ Միևնույն է ձեր բուժառուն կրկին գալիս է իր նախընտրած բժշկի վիրահատվում է մոտ։ Սպասարկումը ընդհանուր առմամբ ինչպես է իրականացվում այդ տարածքում էնդիկոմատեի։
Անվան պոլիկլինիկայի։ Ինչպես գիտեք, արդեն տարուց ավել բոլոր պոլիկլինիկաներում Արմեդ համակարգով է բոլոր գրանցումները եւ սպասարկումը իրականացվում, որը որ մեր աշխատանքն է նաեւ թեթևացնում, այսինքն հիվանդը ինքը չի որոշում, որ ինքը պետք է գնա գիտկոկորդի մոտ կամ նյարդաբանի կամ, չգիտեմ, այնտեղ թոկաբանի եւ այլնի մոտ։ Ընտանեկան բժշկի մոտ ժամ վերցնելուց, հերթագրվելուց հետո զննվում է եւ նոր ընտանեկան բժիշկը հերթագրում է համապատասխան նեղ մասնագետի մոտ, որը որ մեր աշխատանքը շատ հեշտացնում է։ Երեխաների հետ եք աշխատում։ Այո, սպասարկում եմ եւ մեծերին, եւ փոքրերին, եւ նույնպես վիրահատում եմ եւ մեծերին, եւ փոքրերին համապատասխանաբար։ Երեխաների մոտ հիմնականում ինչպիսի հիվանդություններ են առկա այս շրջանակում՝ գիտ, կոկորտ, ականջ։ Նորից էլի հաճախ հանդիպողներից ականջի բորբոքումներն են, անգինաներն են շատ հաճախ, ավելի հաճախ քան մեծահասակների մոտ մանկական հասակում։ Վերապատրաստումների հաճախ եք գնում։ Հա, ինչպես գիտենք, բժշկական կրթությունը անվերջ է եւ պետք է ամեն օր կրթվել։ Իհարկե, կոնֆերանսների, վերապատրաստումների ժամանակ հնարավորության դեպքում աշխատանքի հետ զուգակցելով փորձում ենք անդադ մասնակցել։ Եվ ինչ են տալիս դրանք մեզ։ Նոր գիտելիքներ, հետո քեյսեր են ներկայացվում հիմնականում կոնֆերանսների ժամանակ, բարդ դեպքեր, հետաքրքիր դեպքեր, հազվադեպ հանդիպող, որը որ իհարկե շատ հետաքրքիր է։ Նոր տեղորայքների հետ ենք ծանոթանում, որը նույնպես պետք է մեր պրակտիկայում։ Բժշկուհի Մինասյան, այդ ձեր խոսքում դուք նշեցիք, որ հիմնականում կոկորդային ցավերը ավելի հաճախ երեխաների մոտ է հանդիպում, քան մեծահասակների։ Իսկ այս դեպքում, երբ մեծահասակն է գալիս արդեն կոկորդի ցավով, հիմնականում դա ինչ հիվանդություն է, ինչից է առաջացել։ Մեծահասակների մոտ եւս թարախային անգինաների դրսևորումների իհարկե շատ են լինում, բացի դրանից սեզոնային կոկորդաբորբ լարինգիտներն են շատ հաճախ մեծահասակների մոտ հանդիպում, որոնք դրսևորվում են կոկորդի ցավով կլման ժամանակ, ձայնի խռպոտությամբ, ձայնի փոփոխությամբ, ջերմության բարձրացմամբ։ Այս դեպքում էլի կատարվում է կորտիկային հետազոտություն, անուղղակի լարինգոսկոպիա եւ ախտորոշվում է համապատասխան հիվանդությունը։ Նշանակվում է կոնսերվատիվ բուժում, ցայնային ռեժիմ, խոսել քիչ եւ շշուկով, չօգտագործել ոչ տաք, ոչ սառը սնունդ եւ հեղուկներ, ոդկեի վաննաներ, եթե հիվանդները չունեն երակների ինչ-որ խնդիրներ, ֆիզիոթերապիա երբեմն հաճախ պետք է լինում զուգակցել կոնսերվատիվ բուժման հետ։ Շատ կարեւոր է նաեւ ծիվ դիագնոստիկան դնել սուր կամ քրոնիկ լարինգիտը կոկորդի նորագոյացությունների հետ, որը եւս հաճախ կախված է առաջնային ուղղակի բժշկից։ Եթե ժամանակին ախտորոշվում է կոկորդի գոյացություն, անմիջապես պետք է ուղարկել հիվանդին վիրահատության, որպեսզի հետո չպարտանա եւ ընդհանուր կոկորտ չհեռացվի։ Այսինքն կան դեպքեր, որ եթե դու ժամանակին ախտորոշում ես միայն ցայնալարի վրա փոքր պոլիպ է կամ թեկուզ չարորակ նորագոյացություն, շուտ ուղարկել վիրահատության հիվանդին եւ ոչ թե թողնել տարիներով բուժել, բարդացնել եւ ուղարկել են վիրահատության, որի դեպքում որ կոկորդը պետք է ընդհանուր հեռացվի եւ շատ ծանր հետվիրահատական ընթացք է դա իրականում հիվանդի համար։ Երբեմն լինում է, երբ օրինակ ասենք մեծահասակների մոտ նաև քրոնիկ բնույթի այդ անգինաները։ Այս դեպքում որպես մասնագետ ինչ խորհուրդ կտաք հեռացնել անգինաները, որովհետև մասնագետների մեծ մասը ասում են, որ դրանք անհրաժեշտություն են եւ պետք է մնան, բայց մնալու դեպքում էլ կարծես թե այդ հիվանդությունը քրոնիկ բնույթ է արդեն կրում։ Քրոնիկ անգինաները իհարկե տարիքը հակացուցում չէ վիրահատության համար։ Եթե ախտորոշում է քրոնիկ անգինա, հաճախակի սրացումները, որը որ բերում է հոդերի ախտահարման, սիրտանոթային համակարգի ախտահարման, բնականաբար պետք է երիկամների ախտահարման, բնականաբար պետք է հեռացնել։ Տարիքին չենք նայում որպես հակացուցում։ Եթե դրվեց քրոնիկ տոնզիլիտ, պետք է իհարկե հեռացնել, որպեսզի հետագայում ուրիշ օրգան համակարգերի հիվանդություններ հիվանդը ձեռք չբերի, առավել եւս եթե ձեռք բերած արդեն եկել է մանկական հասակում չի հեռացվել, պետք է այդ հասակում հեռացվել։ Իսկ այդ չհեռացվելը ինչով է բացատրվում։ Խուսափել են վիրահատությունից կամ դիմել են պայուսր վիճակը բուժել են, բուժվել է հիվանդը գոհ է եղել, գնացել է նորից մի տարի հետո անգինայով ու այդպես ամեն տարի թարախային անգինան բուժվել է սուր վիճակը, բայց չի հեռացվել։ Դեպքեր կան, որ պետք է հեռացնել անկախ տարեկից։
Քթի վիրահատությունների հետ կապված երբեմն ասում են, հա, այսպես ժողովրդական լեզվով ասած, միս կար երեխային, օրինակ ասենք դժվարաշնչություններ հիմնականում հա պատճառում եւ այլ բարդությունների էր հանգեցնում։ Սա երբ է պետք է ավելի շուտ ախտորոշել եւ որ ախտանշաններն են, որ պետք է բերի, հա, բուժարուին բժշկի մոտ։ Շատ լավ հարց տվեցիք, ելի մեր մանկական պրակտիկայում շատ ակտուալ ու շատ տարածված է իդեպ ասեմ այդ քթի միս ասված ադենոիդը, դիմում են ծնողը, դիմում է նշելով մշտական դժվարաշնչություն, բերանը բաց քնել, ատամնաշարը ծռմռված, ստորին ծնոտը առաջ եկած, նշում է ծնողը։ Նայում ես երբեմն մենք չենք տեսնում քիթմպանի այդ ադենոիդ ասվածի տեղը չի երևում, ուղարկում եմ քիթմպանի ռենտգենոգրաֆիայի կամ ֆիբրոսկոպիա, եթե անհրաժեշտ է լինում, եթե ախտորոշվում է ադենոիդների երկրորդ, երրորդ աստիճանի տարիքից իհարկե էլի կախված նայած որ տարիքում է 5 տարեկանից արդեն կարելի է վիրահատել։ Այսինքն պետք չի թողնել երրորդ աստիճանի ադենոիդը տարիներով, որպեսզի ծնոտը առաջ գա, երեխան ունենա քնի խանգարումներ, ախորժակի բացակայություն, հոգնածություն անընդհատ հոգնածություն, ախորժակի բացակայություն, գլխացավեր հաճախակի, դասերին չկենտրոնանալ եւ այլն, դրանց պետք չի հասցնել նոր վիրահատել։ Պլանային վիրահատությունը, բայց ժամանակին պետք է ճիշտ ախտորոշել եւ վիրահատել։ Նորից էլի ուղղորդվում է վիրահատության։ Իսկ համապատասխանում է իրականությանը այն փաստը, որ երբ շուտ է վիրահատությունը արվում, նորից ոնց որ հա աճում է այն երեխաների մոտ, այո։ Չէ, իհարկե չի համապատասխանում, երբեմն հա կարող է ինչ-որ դեպքեր լինի, որ նորից ադենոիդների գերաճ նկատվի, բայց այդպես շատ հազվադեպ դեպքերում։ Իսկ այն նշեցիք 5 տարեկանից արդեն բարձր հա թույլատրվում է։ Իսկ քթի միջնապատի այդ ծրվածության դեպքում եւ այլն, դա երբ է թույլատրելի։ Քթի միջնապատի ծրվածություն 15-16 տարեկանից նոր խորհուրդ ենք տալիս վիրահատել, բացառությամբ են դեպքերը, երբ որ այդ միջնապատի ծրվածությունը խիստ թվասնակախցի է բերել, սրտի խնդրի է բերել, գլխի անոթների խնդրի է, դեպքում արդեն երբեմն կարելի է շուտ վիրահատել, բայց ցանկալի չի, որովհետև քթի միջնապատը հասունացման հետ ինքն էլ է դեռ աճելու տեղ ունի եւ կարող է նորից թեքվել, այդ դեպքում եթե շուտ վիրահատենք, նորից կրկնակի վիրահատության կարիք կունենանք։ Իսկ այ մենք ուզում եմ նորից անդրադառնալ կոնկրետ այն փաստերին, հա, որոնք որ մեր հեռուստադիտողներին են շատ ուզում, անգինաների հեռացման դեպքում լինում են հետագայում բարդություններ։ Նայեք, ցանկացած վիրահատություն ունի հնարավոր հետվիրահատական բարդություններ, հետվիրահատական հիմնական բարդությունները արյունահոսություններն են, որը եւս եւ բժշկից է կախված, եւ հիվանդից է կախված, հետվիրահատական ճիշտ ընթացքը պետք է պահել, համապատասխան դիետան պետք է պահել, բժշկի ցուցումները պետք է լսել, որպեսզի բարդությունների առաջ չկանգնի ոչ բժիշկը, ոչ էլ հիվանդը։ Մեր ժողովրդի մեջ ընդունված է, որ նշիկները, քմային նշիկները հեռացնելուց հետո հիվանդի մոտ առաջացավ ֆարինգիտ, ոչ։ Ֆարինգիտը այդ նշիկների ժամանակ էլ է եղել, այսինքն դա ինչ է ֆարինգիտը, ըմպանի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքումն է, որը որ հաճախակի անգինա տանելու ժամանակ ինքը արդեն ձեռք էր բերել այդ քրոնիկ ֆարինգիտը։ Երբ որ մենք նշիկը հեռացրինք, մնաց մենակ քրոնիկ ֆարինգիտ, այսինքն ոչ թե նշիկը հեռացրինք, ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկավ, հա ինչ որտեղ ընկավ լորձաթաղանթի վրա, նաև այդ առաջնային պաշտպանի ճողակը ընկավ լորձաթաղանթի վրա, ծանրաբեռնվածությունը, բայց մեկի հիվանդը այսպես թե այնպես ուներ այդ քրոնիկ ֆարինգիտը։ Հետո քրոնիկ ֆարինգիտը մենակ նշիկներից չի որ լինում, այդ դժվարացած քթային շնչառության ժամանակ, երբ որ մարդ քթով բերանով խառն է շնչում, անդադ ծանրաբեռնվածություն ընկնում է կոկորտի վրա, գիշերը բերանը բաց շնչելու հետևանքով ընկնում է կոկորտի վրա, պլյուս ստամոքսի խնդիրների ժամանակ, երբ որ ունի գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս, այսինքն ստամոքսահյութը անդադ գալիս է կոկորտ եւ կրկռում է կոկորտը, մարդը ինչ է ձեռք բերում, քրոնիկ ֆարինգիտ։ Այսինքն պետք է ֆարինգիտը բուժելու ժամանակ առաջի հերթին բուժենք պատճառները, որպեսզի մենք արդյունք ստանանք։ Այսինքն դա թյուր կարծիք է, որ անգինաները հեռացնելուց հետո ֆարինգիտ է առաջանում։ Բժշկուհի Մինասյան, քանի որ մեր հաղորդումը արդեն մոտենում է իր ավարտին, ես կուզենայի որպես մասնագետ ձեր կոչը եւ հորդորը հղեիք մեր հեռուստադիտողներին։ Իմ կոչը ինչպես միշտ բոլոր հաղորդումների ժամանակ հորդորում եմ մեր բնակչությանը ժամանակին դիմել առաջնային օղակ, որտեղ դուք սպասարկվում եք անվճար, որտեղ կան համապատասխան բոլոր կորտիկային լաբորատոր հետազոտությունները եւ նեղ մասնագետները, որպեսզի հիվանդությունը չբարթանա եւ չպայքարենք արդեն բարդությունների դեմ։
Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի քիթ կոկորտ ականջապան Արմինե Մինասյանին։ Դե ինչ, ականջալուր լինենք բժշկու խորհուրդներին եւ մնանք առողջ։ Medinfo-ների եթերում կհանդիպենք։